Հաղարծինի ճանապարհին խառնաշփոթ է։ Շրջված ավտոբուսի ուղևորները քաղաքացիների օգնությամբ փորձում են դուրս գալ ձորակից։ Վթարի ենթարկված ավտոբուսի բոլոր ուղևորները ուսանողներ են Բրյուսովի անվան պետական համալսարանից։ Գնացել էին ճանաչողական այցի։ Գիտաճանաչողական այց դեպի Հաղարծին, Գոշավանք, հետո էլ ժամանց Պարզ լճի տարածքում, բայց ժամանցի չհասցրեցին գնանք, քանի որ պատահար տեղի ունեցավ։ Աստծո կամոք հիմա բոլորը լավ են, կյանքի մտանք ոչ մեկի չի սպառնում։ Պատահարի հետևանքով 32 ուսանող է տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից 3-ը դեռ բժիշկների հսկողության տակ են, միջին ծանր վիճակում։ Մեկին նախօրեին վիրահատել են։ 250 ուսանողների այցը Տավուշի մարզ կազմակերպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը։ Նախագահ Հովհաննես Վարդանյան այլ մեքենայի մեջ է եղել, չի նկատել ինչպես է վթարը տեղի ունեցել։ Մենք ուրիշ մեքենայի մեջ էինք, նշեցի մի քիչ առաջ։ Պահը ֆիքսված չի իմ կողմից անձամբ։ Մեր տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել խիստ պիկ երթևեկության պայմաններում։ Ճանապարհին երթևեկությունը այդ ժամին սովորականից ավելի խիտ է եղել։ Հարսանեկան 2 շարասյուներ, տուրիստների տեղափոխող ավտոբուսներ, պատարագից վերադարձող քաղաքացիներ։ 45 ուսանողների տեղափոխող ավտոբուսը փորձել է ճանապարհ տալ հանդիպակաց եկող շարասյան մեքենաներին, երբ հողաթումբը փլուզվել է, ավտոբուսը կողաշրջվել ու հայտնվել է ձորակում։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին որոշում է կայացվել։ Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկում է Քյավար Սերվիս ընկերությունը։ Ընկերությունից մեզ հայտնեցին, որ արդեն 1.5 տարի է Հաղարծինի ճանապարհը ձմռանից բացի այլ սեզոնների չեն սպասարկում։ Այդ ճանապարհի մոտ կաբելների անցկացման աշխատանքներով պայմանավորված։ Տեսախցիկները ֆիքսել են ճանապարհին եզրաքարեր չկան։ Բացի այդ ճանապարհը նեղ է, մեքենաների մեծ հոսքի դեպքում խցանումներ են առաջանում։ Ավտոբուսի վթարից հետո քաղաքացիները նկատում են ինչու նման վայրերում բարեկները ծառայություն չեն իրականացնում, կարգավորելու երթևեկությունը եւ կանխելու վթարները։